Եվս մեկ անգամ ողջունում ենք ձեզ, հարգելի հայրենակիցներ, սիրելի գաղափարապատցիներ, քիչ առաջ մենք Ծիածան գյուղում էինք, իսկ այժմ արդեն տեղափոխվել ենք Հոկտամեջ եւ Գաղափարապատի ընտրության ծրագրի շրջանակներում հանդիպում ենք ուղղաթիներին, ներկայացնում ենք մեր մոտեցումները եւ հիմա կշարունակենք արդեն մեր այցը Հոկտամեջ։ Ես հիշեցնեմ բոլոր նրանց, ովքեր նոր են միացել եւ տեղեկություններ ունեն, բարև ձեզ։ Միացեք, բարև ձեզ։ Մեր աջակցի հանդեպ այսօր տեղի ունեցել բռնություն, բլոգեր Հարությունյանը առևանգվել է գործնականում մեր շտաբի դիմացից, գալիս է շտաբ ճանապարհին ուղղակի մոտեցել են գետին են գցել եւ բռնությամբ տեղափոխել են մեքենայի մեջ, որից հետո մենք պարզել ենք, որ պարզում է քաղաքացիական հագուստով անձին ոստիկաններ են եղել եւ նրանք տեղափոխել են ոստիկանական բաժանմուն։ Բայց չեն ասում, որ բաժանում ենք, մենք էջնասնում խնդրում ենք, չենք գտնում, փաստաբանները ներգրավված են գործի մեջ, ասացին, որ Արմավիր են տեղափոխվեցին Արմավիր, փաստաբանները պարզվեց այնտեղ էլ չի, համ չեն ասում, որտեղ են, մի խոսքով մաքուր առևանգում է տեղ ունեցել, սա Նիկոլ Փաշինյանի եւ հայտարարական քաղաքականության շարունակություններ, որը իրարվում է Մայր Հայաստանի դեմ, իրենք ակնհայտել են անհանգստացած են, իրենց ծրագրերը խախտվել են, խառնվել են, դրա համար այս ճղճին ու քստորների քայլերի են դիմում։ Սրա պատասխանը սիրելի գաղափարապատցիներ պետք է լինի այն, որ դուք ակտիվ մասնակցեք ընտրությանը եւ մերժեք այս ադրբեջանահաճո եւ թրքաբարո իշխանությանը։ Սա է մեր կոչը գաղափարապատցիներին, սա ի դեպ վերջին գյուղն է, որ մենք այցելում ենք, Գաղափարապատ համայնքը ունի 18 գյուղ, ապօրինացված է, սա 18-րդ գյուղն է Հոկտամեջը, այդպես ենք ծրագրավորել, պլանավորել, քիչ առաջ Ծիածանում ենք, հիմա արդեն տեղափոխվել ենք Հոկտամեջ, իրարքող գյուղեր են, եւ այսպեսով կավարտենք գյուղերի այցելությունները եւ էջմիածնում էլ կարելի ասել որևէ թաղամաս չի մնացել, որ այցելած չլինենք, հիմնականում նաեւ բակեր ենք մտել, մարդկանց հետ շփումներ ենք իրականացրել, վաղը կլինի ավտոերթը եւ մեր խոստացած է շաբաթօրյակը, կոնկրետ թաղամասի հիմա չեմ նշում, որ սրանք ճիշտ քայլեր չանեն, ճիշտ ասած իմանում են, որ թաղամասին են գնալու, ուներ են դեպի հասարակություններով են զբաղվում, չեմ ասի վաղ ներկայացնենք, Ուրեմն վաղը շաբաթօրյակ ունենք եւ նաեւ ավտոերթ, ամսի 14-ին ժամը 13-ին ունենք ամփոփիչ հանրահավաք, հասնելով ամփոփիչ հանրահավաքը տեղի ունենալու Էջմիածին քաղաքում անմար կրակի մոտ Շաքոթողի մոտ ժամը 13-ին, ցերեկվա ժամը 1-ին գաղափարապատցիներին հրավիրում ենք ամսի 14-ին մասնակցեք մեր ամփոփիչ հանրահավաքին, կհնչեն գնահատականներ, մեր վերջնական մոտեցումները հստակեցված, մարդիկ կտեղեկանան, նրանք ովքեր չեն հասցրել տեղեկանալ, մենք կներկայացնենք նաև մեր ծրագրերի հիմնական մոտեցումները եւ մեր քաղաքական բնականաբար դիրքորոշումը, կրկնեմ ամսի 14-ին ժամը 1-ին Էջմիածնի անմար կրակի հուշահամալիրի տարածքում տեղի ունենալու մեր հանրահավաքը բոլորիդ հրավիրում ենք, սիրով մասնակցեք, մենք ձեզ սիրով եւ ջերմությամբ կընդունենք, իսկ ամսի 15-ը արդեն լռության օր եւ 16-ին գնում ենք ընտրություններին։ Ամսի 16-ը շատ ճակատագրական կարող է լինել եւ շատ լավ կլինի, որ վատ իմաստով ճակատագրական դառնա ՔՊ-ի ու իր դրացողների համար։ Սա մեր հիմնական մոտեցումն է։ Հոկտամեջի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը քվեաթերթիկ համար 4։ Մենք այս ընտրություններին մասնակցում ենք նոր իշխանություն ձևավորելու եւ գործող խայտարակ ռեժիմը հեռացնելու նպատակով։ Մենք ձեզ կոչ ենք անում
ակտիվ մասնակցել ընտրությանը եւ մասնակից դառնալ ձեր քվեի ուժով մասնակից դառնալ նոր իշխանության ձևավորմանը։ Բարև ձեզ։ Հարգելի ընտրողներ, Հովտամեջի սիրելի բնակիչներ, բարև ձեզ։ Անպայման մասնակցեք ընտրությանը։ Ձեր քվեի շատ բանի կախված։ Ձեր քվեի ուժը ձևավորելու է նոր իշխանություն։ Եվ մենք ձեզ կոչ ենք անում ակտիվ մասնակցության։ Մայր Հայաստան, Համար 4։ Համար 4։ Մայր Հայաստան։ Այս մեր լավ երեխեքին դրոշներ։ Բարև ձեզ, մենք ձեզ ողջունում ենք։ Հարգելի հայրենակիցներ, ձեզանից շատ բան է կախված։ Մի վախեցեք, մի կրկեք, մի ծուլացեք, անպայման գնացեք ընտրատեղամաս եւ ձեր քվեով որոշեք ձեր գյուղի, ձեր համայնքի, ձեր երկրի ճակատագիրը։ Մեր ցուցակը գլխավորում են շատ փորձառու մարդիկ, ովքեր համայնքային կառավարման փորձ ունեն, Գրիշա Հարությունյանը, Դավիթ Կարապետյանը, նրանք իրենց փորձով, ապրած կյանքով, անցած ճանապարհով ցույց են տվել, որ մշտապես համայնքի խնդիրների լուծումներով են զբաղվում, մշտապես գտնվում են գյուղացիների կողքին եւ հիմա այն ծրագրերն ու մոտեցումները, որ մենք ձեզ ներկայացնում ենք, արդեն համայնքային մասշտաբով իրականացվելու է Վաղարշապատ համայնքում, երբ որ դուք վստահ եք արդեն ձեր քվեն Մայր Հայաստանին։ Մենք նաև պատրաստ ենք համագործակցել իրական ընդդիմադիր ուժերի հետ եւ ներգրավել բոլոր կարող մասնագիտական շրջանակներին, որպեսզի համայնքային կառավարումը բարձր մակարդակի վրա լինի։ Միացիր! Մայր Հայաստան! Համար 4։ Համար 4! Մայր Հայաստան։ Հովտամեջ գյուղի հարգելի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան կուսակցությունը։ Մենք քվեաթերթիկով համար 4-ն ենք։ Ձեզ բոլորիդ կոչ ենք անում, ծանոթացեք մեր ծրագրերին եւ անպայման մասնակցեք ընտրություններին։ Մայր Հայաստան, Համար 4։ Ողջույն։ Հիշեցնեմ, որ մենք այս պահին գտնվում ենք Հովտամեջ գյուղում, սա վերջին գյուղն է, որ մենք այցելում ենք, մնացած բոլոր 17 գյուղերում արդեն վերարվում ենք։
Առաջ մենք այստեղ հանգարի առաջնահերթություններ ստացվեցին այն մասին, որ մեր աջակցող բլոգերին 72 ժամ պահելի որոշում են կայացել և ազատություն ստացել 3 սրտելն ես պետք է անկեղծ ասեմ իր դիտումները և այլն ես չէի հասցնում հետևել, բայց ասում բավական բարձր դիտումներ ունի և ես առնով ասել մեզ վնասում է իշխանությունը և բլոգի աշխատանքը չնդոտելով նաև չնդոտում են մեր քաղաքացիության ցավական հայտը և որևէ հիմնավորում դեռ չեն տվել, մենք փաստաբանի հետ ուղղակի այս ընթացքում փորձեցինք արագ կապրել քարոզարշավի ավարտից հետո ավելի մանրամասների տեղյակ կլինենք և այս առումով շատ ճղճին ենք գնահատում այդ քայլը, որ իրականացրել են իշխանությունները, որովհետև հանցագործի հետ գործ չունեն ստեղծած բլոգերը, որը քննադատում է քաղաքացիական պայմանագրի և այդ քննադատության համար փաստորեն զոհվում է ազատությունից։ Սա մեզ համար անընդունելի է, մենք հիմա քիչ հետո հերթանոց արդեն ծաղկերին իրականացնենք և նորից կշրջենք գյուղով, բայց այս պահին ուղղակի ասեմ, որ գյուղերի այցելության մասով սա վերջին գյուղն էր, ուղիղ եթերը կդադարեցնենք, քարոզությունը այս պահին մեջով ուղղակի չի իրականացվի, կհանդիպենք գյուղացիների հետ և արդեն վաղը շարունակենք այն ծրագրով, ինչը որ արդեն քիչ առաջ ներկայացրել էինք։ Առայժմ շնորհակալություն, որ հետևում եք։